Կոտայքի մարզում Veolia ջուր ընկերության կառուցած նոր հաճն փոքր հիդրոէլեկտրակայանն է բացվում, որի համար ընկերությունը ներդրել է 376.6 միլիոն դրամ։ Եվրոպական ժամանակակից սարքավորումներով հագեցած 220 կՎտ հզորությամբ փոքր հիդրոէլեկտրակայանը տարեկան պետք է արտադրի 1.925 միլիոն կՎտ էլեկտրաէներգիա։ Հեկը աշխատում է 200 կՎտ հզորությամբ, ինքը շատ ճկուն համակարգով է աշխատում, ունի մոտ 2 պարճնշում։ Անջատվելու տատանումների ժամանակ ինքը ավտոմատացված համակարգով ամբողջությամբ կատարվում, մարդկային միջամտություն կարելի ասել հասցված է 0-ի։ Սարքավորումները եվրոպական արտադրության են, իրանց օգեգեները շատ բարձր են, աշխատում են, էլի նշեմ, շատ ճկուն համակարգով, կառավարվում են, ինքնակառավարմամբ են աշխատում, այդպես ասեմ։ Փոքր հիդրոէլեկտրակայանի արտադրած էլեկտրաէներգիան կօգտագործվի Veolia ջուր ընկերության կողմից շահագործվող էներգատար համակարգերի կարիքների բավարարման համար, իսկ հետագայում էլեկտրակայանը սեփականության իրավունքով կհանձնվի Հայաստանի կառավարությանը, իդեմս ջրային կոմիտեի։ Veolia-ն Հայաստանի Հանրապետությունում չի հանդիսանում որևէ ենթակառուցվածքի սեփականատեր, հանդիսանում է որպես շահագործող ընկերություն մայր պայմանագրով եւ այս դեպքում գույքի սեփականատերը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը իդեմս ջրային կոմիտեի եւ այս ենթակառուցվածքը որ ստեղծվել է, այո, վերջին հաշվով սա հանդիսանում է պետության սեփականությունը։ Հեռանկարային այս ծրագիրը կյանքի կոչելու մասին Veolia Group-ը հայտնել էր դեռևս 2020 թվականին, նշելով, որ նպատակ ունի ընդլայնել իր գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում եւ ըստ այդմ ներդրումներ կատարել նաեւ էներգետիկայի բնագավառում։ Այդ նպատակի իրագործման համար բացառիկ օգտագործման իրավունքով իրեն հանձնված եւ իր կողմից շահագործվող ջրային համակարգերի վրա ընկերությունը նախատեսում էր կառուցել փոքր հիդրոէլեկտրակայաններ եւ արևային կայաններ, ինչն իհարկե արժանացավ Հայաստանի կառավարության հավանությանը։ Այս ծրագրի շրջանակներում 2023 եւ 2024 թվականների ընթացքում ներդնելով 395 միլիոն 303 հազար 501 դրամ, ընկերությունն իր սպասարկման տարածքում վարձակալած ջրային համակարգերի կամ դրանց սանիտարական գոտիներում կառուցեց եւ շահագործեց 7 արևային էլեկտրակայան, որոնք 2024 թվականին արտադրել են 1 միլիոն 570 հազար 548 կՎտ էլեկտրաէներգիա։ Էժան էլեկտրաէներգիայի աղբյուրը կբերի ավելի էժան էլեկտրաէներգիա ձեռք բերելու հնարավորության, որը որ դրական կազդի խմելու ջրի սակագնի վրա։ Այս կայանը կոնկրետ 220 կՎտ հզորությամբ կայան է, մեծ հզորություն չի ինքը մեծ էներգետիկայի համար, բայց Veolia-ի համար զգալի հզորություն է եւ տարեկան մոտ 1.9 միլիոն կՎտ էլեկտրաէներգիա է արտադրելու։ Ընկերությունը սրանով ոչ թե բիզնես նպատակ է հետապնդում, այլ էներգետիկ դաշտի ազատականացման արդյունքում նպատակ ունի էլեկտրակայանների միջոցով արտադրված էներգիան օգտագործել սեփական կարիքների համար, որն էլ կօգնի հնարավորինս զսպել ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի էներգետիկ ծախսերը։ Շուկայի ազատականացմամբ մենք ստեղծեցինք հետեւյալ վիճակը, որ մեկ գնորդ, մեկ վաճառող մոդելը վերացրեցինք, ներմուծեցինք մատակարարների եւ որակավորված սպառողների ինստիտուտը, այսինքն այս ինստիտուտի ներմուծմամբ խոշոր սպառողները կարող են դուրս գալ շուկա, այլևս չհանդիսանալ Հայաստան էլեկտրական ցանցերի բաժանորդ եւ հանդես գալ, ենթադրենք, որպես որակավորված սպառող, ինչը որ արեց Veolia ընկերությունը, ներկայապահին ինքը շուկայում հանդես է գալիս որպես որակավորված սպառող։ Veolia Group-ը Հայաստանում շարունակելու է բնապահպանական եւ վերականգնվող էներգիայի ուղղությամբ իր ծախսերը։ Այս պահին ընկերությունն արդեն մշակում է հաջորդ փոքր հիդրոէլեկտրակայանի նախագիծը, որի կառուցման աշխատանքները նախատեսվում են ընթացիկ տարում։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։